Իմ ետևում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան ավտոբուս ՓԲ-ի ավտոբուսներն են։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու եմ Երևան ավտոբուս ՓԲ-ում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես գիտեք, 2024 թվականի փետրվարից Երևանի իշխանությունները երևանցիների համար եւ ոչ միայն երևանցիների համար թանկացրեցին քաղաքային տրանսպորտի գինը 100 դրամից դարձնելով 150 դրամ։ Սակայն թանկացնելուց հետո էլ արդեն անցել է 1 տարուց ավել Երևան քաղաքում տրանսպորտի վիճակը չի բարելավել, չի լավացել։ Սակայն այսօր խոսելու եմ այլ բանի մասին։ Ուրեմն տեսեք, Երևան քաղաքի ենթակայության տակ գործող Երևան ավտոբուս ՓԲ-ի ավտոբուսները եւ ոչ միայն ավտոբուսները, նաեւ գազելները անմխիթար վիճակում են գտնվում եւ տեղզնում անցնելուց հետո էլ խնդիրներ հայտնաբերվելուց հետո էլ շարունակում են շահագործվել։ Ես հիմա կտեղադրեմ փաստաթուղթ, որը դուք կտեսնեք ձեր էկրաններին, տվյալ մեքենան, ուրեմն հունվարի 15-ին անցել է տեղզնում, այնտեղ երկու կետ կա նշված, որ այս մեքենան խնդիր ունի, ուրեմն տեսեք, այդ խնդրով, երկու խնդիրներով մեքենան այսօր շահագործվում է, մինչ այսօր շահագործվում է Երևանի փողոցներում եւ այդ խնդիրները չեն վերացվում եւ վարորդները ստիպված են այդ խնդիրներով հանդերձ վարել իրենց մեքենաները, ինչի պատճառով վտանգում են թե իրենց եւ թե ուղևորների կյանքը։ Վարորդները պահանջում են վերացնել ուրեմն մեքենայի տեխնիկական տվյալ խնդիրները, պատճառաբանում են, որ չկա այդ սարքերից, չկա գումար, սենց վարեք միջև։ Եվ վարորդները ստիպված օրինակ գիշերները վարում են առանց լույսերից մի հատը աշխատելով։ Հաջորդ խնդիրը, որ կա ուրեմն Երևան ավտոբուսում, ուրեմն վարորդները պահանջում են, որպեսզի մեքենայի ուրեմն շարժիչի յուղը փոխարինվի, պատճառաբանում են, որ ֆիլտր չունենք, ինչի պատճառով չի փոխարինվում մեքենայի շարժիչի յուղը, որը առաջացնում է կամ առաջացնելու է շարժիչի խափանում, այսպես ասած շարժիչը խփելու է, որի բեռը ամբողջությամբ մնում է վարորդների վրա։ Եվ պատկերացնում եք, թե գազելների, թե այս ավտոբուսների շարժիչները ուրեմն խափանվելուց հետո մի քանի 100,000 դրամ ուղղակի մնում է վարորդի վրա եւ այդ գումարը վարորդն է իր գրպանից վճարում։ Հաջորդ խնդիրը, որ կա Երևան ավտոբուսում, ավելի շատ կոռուպցիայի հետ կապված է, ուրեմն տեսեք ինչի մասին է խոսքը, ըստ իմ ունեցած տեղեկությունների մեծ ավտոբուսներից, ուրեմն անտիֆրիզը, այսպես ասեմ, դատարկվում է եւ լցվում է ավելի փոքր գազել մագնիշի միկրոավտոբուսների մեջ եւ դա հավանաբար դուրս է գրվում որպես նոր անտիֆրիզ նոր այդ գազելների համար։ Սա ըստ իմ ունեցած տեղեկությունների, ես իհարկե իմ աղբյուրը չեմ բացահայտի, չեմ ասի, իհարկե ինչպես հասկանում եք, աղբյուրս ավտոբուս ՓԲ-ից անմիջապես ներսից է։ Հաջորդ խնդիրը, որ էլի Երևան ավտոբուսում կա, դա հենց անմիջապես ավտոբուս պարկի ներսում գտնվող խնդիրների մասին է խոսքը ուրեմն տեղի տուալետի մասին է, որ վարորդները ասում են մտնել չի լինում տուալետ, այսինքն այդտեղի հարցը չեն լուծում մեկ, եւ երկրորդը ասում են անձրևի ժամանակ յա դուրսը կանգնած, յա ներսը կանգնած, այդ նկատի ունեն այդ ծածկի տակ, որտեղ որ ավտոբուսներն են կանգնում կամ վերանորոգման աշխատանքներ են տարում ավտոբուսների։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը Երևան ավտոբուսի համար դուրս է գրում գումարներ, սակայն չգիտես այդ գումարները ինչ նպատակով են ծախսվում։ Եվ ավտոբուսի վարորդներից պահանջում են, որպեսզի մեքենաները այդպես խնդիրներով հանդերձ շարունակեն վարել։ Եւ երբ որ նորից եմ կրկնում, ավտոբուսները կամ միկրոավտոբուսները ունենան տեխնիկական խնդիրներ, այդ ամբողջ խնդիրը մնում է վարորդների վրա։ Էլ չեմ ասում հանկարծ վթարային իրավիճակներ կառաջանան տեխնիկական զննման արդյունքում մնացած խնդիրների պատճառով եւ խնդիրները չվերացնելու պատճառով։ Այնպես որ հրավիրում եմ համապատասխան կառույցների ուշադրությունը, հրավիրում եմ ուրեմն իրավապահ մարմինների ուշադրությունը, Երևան ավտոբուսը պետք է ուսումնասիրվի, Երևան ավտոբուսում ըստ օդում պտտվող լուրերի, օդում կախված լուրերի, ուրեմն
կոռուպցիոն մեծ սխեմա է գործում, որի հետևից պետք է գնացվի եւ որը պետք է բացահայտվի։ Երևանի գործող իշխանությունները թանկացրեցին Երևանի տրանսպորտը, սակայն ոչ բարելավեց երևանցիների համար եւ ընդհանրապես ուղևորների համար չբարելավեց տրանսպորտի վիճակը Երևանի փողոցներում, չավելացվեցին շարժակազմերը, նաեւ ավելի վատացրեցին վարորդների համար վիճակը եւ խնդիրների առաջ կանգնեցնելով։ Իսկ երկուշաբթի օրվա գործակարգավարականում նաեւ Տիգրան Ավինյանի կողմից Երևան ավտոբուսի տնօրենին պարտավորեցվեց, որպեսզի վարորդներին նա իր հերթին պարտավորեցնի, որպեսզի կարողանան հավաքագրումը անեն վարորդների միջոցով, այսինքն վարորդները ստիպեն ուղևորներին վճարումներ կատարելու։ Առիթից օգտվելով ուզում եմ դիմեմ հանրային տրանսպորտից օգտվող մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին, ինչպես նաև վարորդներին։ Հարգելի ժողովուրդ, սիրելի վարորդներ, դուք տեղյակ եղեք, որ վարորդը միայն վարորդ է։ Վարորդը նաև հսկիչ չէ։ Դա նախկինում էր, երբ որ վարորդը գումարի հավաքագրման հետ կապված պարտավորություն ուներ, վարորդը նաև հսկիչ է։ Հիմա վարորդը միայն վարորդ է։ Հարգելի վարորդներ, եւս մեկ անգամ կարդացեք ձեր հետ կնքած պայմանագիրը, տեսեք, թե ինչ պայմանագրի տակ եք ստորագրել։ Դուք վարորդ հսկիչ եք, թե միայն վարորդ։ Այսքանը։ Կհանդիպենք հաջորդ բացահայտման ժամանակ։ Լավ եղեք։